Այսպես թե այնպես Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ գտնվում ենք նույն սեյսմոակտիվ գոտում, որ կոչվում է իր ակտիվությամբ երկրորդը համարվող Ալփ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտու այդ փոքրիկ հատվածում ենք գտնվում մենք։ Բերեմ վիճակագրական տվյալներ, որից հետո ես կանդրադառնամ Վրաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին։ Ուզում եմ ասել, որ տարեսկզբից սկսած կամ վերջի 9 ամիսների ընթացքում Սեյսմիկ պաշտպանության ծառայության ազգային դիտացանցի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են ավելի քան 3000 երկրաշարժեր, որոնցից 1000-ից ավելի ստորգետնյա ցնցումների համար հնարավոր է եղել որոշել օջախի հիմնական պարամետրերը, այսինքն որոշել թե դրանք որտեղ են տեղի ունեցել, ինչ ուժի երկրաշարժեր էին եւ այլն։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի տարածքից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից թեկուզ երկուսն են նշանակալի վերջի 9 ամիսների համար, դրանք Վրաստանում տեղի ունեցած 5.1 եւ նույն օրը սեպտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերն են։ Առաջինը գտնվում էր Երևան քաղաքից մոտավորապես 234 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Թուրքիայի Վարտո քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնը Երևանից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Ինչ եմ ուզում ասել, երկրաշարժերից եւ ոչ մեկը, այ 5 եւ ավելի մագնիտուդով վերջի երկու նշանակալի երկրաշարժի դրանք զարմանալի չէին, որովհետեւ Վարտոն ինքը հայտնի է, ես Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին եմ խոսում, հայտնի է 1946-1966 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժերով։ 1966 թվականի երկրաշարժի մագնիտուդը 6.9 էր, դա գրեթե հավասար է Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի ուժին, մագնիտուդին, իսկ 46 թվականին տեղի ունեցածը 5.1 էր։ Կա այն կարծիքը, որ 46 եւ 66 թվականին տեղի ունեցած երկրաշարժերը դրանք զույգ երկրաշարժեր են, ինչը որ բնորոշ է մեր տարածաշրջանին, որովհետեւ այստեղ տեղի ունենում մոտ 20-25 տարի տարբերությամբ տեղի ունենում այդպիսի երկրաշարժեր։ Հայաստանի տարածքում մենք ունենք 1967-1988 թվականի երկրաշարժերի հյուսիսում, ունենք հարավում 1931-1968 թվականի երկրաշարժը, Դվինի պատմական երկրաշարժերի համար եւս ունենք զույգ երկրաշարժեր 9-րդ դարում, արդեն ասի դա Դվինի համար մոտավորապես 30 տարվա տարբերությամբ եւ այլն։ Եվ Վարտոյին բնորոշ է Վարտոյի երկրաշարժին, ինչու եմ ես այդպես կանգ առնում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վրա, որովհետեւ 66 թվականի երկրաշարժը զուտ տեկտոնական շարժումների առումով անհետևանք չէր մնացել Հայաստանի համար։ Նու ուսումնասիրողների եկել են այն եզրակացության, որ այդ երկրաշարժից հետո Հայաստանի երկրաշարժերի օջախներում տեղի ունեցող շարժումները իրենց բնույթով փոխվել են։ Լավ, ես դրա վրա էլ կանգ չեմ առնի, ուրեմն վերադառնանք Վրաստանի երկրաշարժին։ Վրաստանում երկրաշարժը բարեբախտաբար բոլորդ արդեն գիտեք դրա մասին տեղի ունեցել ոչ խիտ բնակեցված լեռնային շրջանում, ճիշտ է այն Վրաստանում զգացվել էր Թբիլիսիում զգացվել էր մոտավորապես 3 բալ ուժգնությամբ, խոսք էր գնացել նաև այն մասին, հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ առաջացել է նաև փուճապ, բայց դա շատ արագ անցել էր, որովհետև պարզ էր դարձել, որ այնուամենայնիվ 5.1 մագնիտուդի երկրաշարժը չի կարող ունենալ սարսափելի հետևանքներ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքում, այս մեծ քանակ ասեցի, 1000-ից ավելի երկրաշարժեր մտել են մեր ազգային կատալոգ։ Այդ 1000-ից ավելի երկրաշարժերից Հայաստանում զգացվել են 12-ը եւ պետք է ասեմ, որ 12 երկրաշարժերից ամենափոքր մագնիտուդը ուներ Արմավիրից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող 2.5 մագնիտուդի երկրաշարժը, որ զգացվել էր 3-ից 4 բալ ուժգնությամբ, իսկ ամենամեծ ուժի երկրաշարժը դա Վրաստանում տեղի ունեցածն էր, որ արդեն հյուսիսում էր զգացվել, նոյեմբերյան Իջևան գումրի զգացվել էր մոտավորապես 3 բալ ուժգնությամբ։ 12 երկրաշարժերից Հայաստանում զգացված 4, բոլորը շատ լավ հիշում եք 2 տարի առաջ Իրանում տեղի ունեցած զույգ երկրաշարժերը 6.4 մագնիտուդով, այդ երկրաշարժի հետ ցնցումնային process-ը դեռևս շարունակվում է եւ 4 երկրաշարժեր, որոնք զգացվել են հարավի բնակիչների կողմից, Հայաստանի տարածքի դրանք ահարի երկրաշարժի հետ ցնցումներն են։ Մյուս երկրաշարժերը դրանք Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներ են։ Իհարկե այդ 5 մագնիտուդի երկրաշարժերը, որ տեղի են ունենում, որոնք ընդհանուր առմամբ ընդունված է համարել
միջին ուժի երկրաշարժեր, այդպես ասենք, վատ չի, որ տեղի ունենում, որովհետև լիցքաթափում տեղի ունենում, բայց վատ չի այն առումով միայն, եթե դրանք չեն համարվում նախանշաններ շատ ավելի ուժեղ երկրաշարժերի համար։ Այդ դա բավականին լուրջ խնդիր է, կան մեթոդներ, որոնցով սեյսմոլոգիական մեթոդներ, որոնցով հնարավոր է որոշել այդ ցնցումը ինքը իրենից նախացնցում էր ներկայացնում, դրան պետք է հաջորդի ավելի ուժեղ երկրաշարժ, թե պարզապես պարպեց եւ վերջացավ։ Ես իզուր չէր, որ բերեցի Վարտոյի երկրաշարժի օրինակը, երբ Վարտոյի երկրաշարժին իմիջիայլոց 6.9 մագնիտուդի Չնայած ես ասի, որ 46 թվականն էլ էր տեղի ունեցել երկրաշարժ 5.1 մագնիտուդով, բայց որը զույգն էր համարվում, ընդունված է այդպես, մասնագետների կարծիքն է, այնուամենայնիվ Վարտոյի օգոստոսի 19-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուդին մարտ ամսին, այսինքն մոտավորապես 5-6 ամիս առաջ նախորդել էր 5.1 մագնիտուդի երկրաշարժ։ Այս դեպքում բավականին լուրջ խնդիր կա ուսումնասիրություններ կատարելու, պարզելու, ընդհանուր լարվածային դաշտ ուսումնասիրելու, պարզելու համար, թե այս դեպքում այդ երկրաշարժը նախացնցում կարող է լինել, դրան պետք է հաջորդի ավելի ուժեղ երկրաշարժ, թե ոչ, բայց իհարկե լավ է, եթե միջին ուժի երկրաշարժերով պարփվում է էներգիան։ Ես ուզում եմ մի այլ դրանից գնալ թույլ երկրաշարժերին։ Կա տարածված շատ սխալ կարծիք, որ այ գիտեք շատ լավ է, որ տեղի ունենում թույլ երկրաշարժեր, որովհետև թույլ երկրաշարժերի միջոցով էներգիան պարփվում է եւ ավելի ուժեղները նշանակում է ուժն են թույլացնում հնարավոր ուժեղ երկրաշարժի եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ միանգամից ասել, որ դա իհարկե ճիշտ է, բայց նորից ճիշտ է առանցին դեպքերում եւ առանցին տարածքների համար։ Օրինակ այսօր մենք Հայաստանի տարածքի համար երկարաժամկետ, երկարատև, բավականին մեծ վիճակագրական տվյալների հիման վրա, բայց փորձնական, արդեն գրանցված երկրաշարժերի կատալոգի ուսումնասիրման հիման վրա եկել ենք այն եզրակացության, որ օրինակ Երևանի տարածքում Երևանի 4 բոլորը 10 րոպեի ընթացքում կարող է տեղի ունենալ 3 թույլ երկրաշարժ, շատ թույլ երկրաշարժ, 2, 2.1, 2.3 Այդ 3-ից 2-ը կարող են զգացվել։ Դրանք հիմնականում արտահայտվում են գմփոցի, պայթյունի եւ կարող է նաեւ երբեմն այնպիսի տպավորություն լինել, որ ինչ որ ծանր բան ընկավ։ Դրանով սկսում եւ դրանով վերջանում է, որովհետեւ եւ մենք գիտենք մոտավորապես այդ տիպի երկրաշարժերը որտեղ են կուտակված։ Այդ կարգի երկրաշարժերը ճիշտ է նորից մենք վերահաշվարկի ենք գնում, նորից նոր վերանայում ենք հաշվարկները։ Չնայած ամեն օր մինչև ժամը 11 այդ աշխատանքը կատարվում է, բայց շատ խիստ անհանգստության պատճառ չեն դառնում։ Տեսեք, նույնը Հյուսիսում, երբ թույլ երկրաշարժերի փունջ է տեղի ունենում, մեր Հյուսիսում, այդ Աշոտսկի շրջան մի քիչ ավելի հյուսիս ընկած հատվածում, այդ փնջին, եթե մեկ օրվա ընթացքում ենթադրենք թե տեղի ունենում 20-30, կարող է 50-ի հասնել, 96 թվականին մենք 127 երկրաշարժ ունենք 2-3 օրվա ընթացքում։ Մենք գիտենք, որ դրա շարունակությունը լինելու է Իրան, Թուրքիա սահմանային գոտում, Խոյ, Վանալիչ, այդ հատվածով պարփակված եւ դա կլինի ոչ պակաս, քան 5 մագնիտուդ եւ դա աշխատում է։ Այսինքն առանցին դեպքերում, երբ տեղի ունենում թույլ երկրաշարժեր, նայած թե որտեղ է տեղի ունենում, ասածը ճիշտ է, որ գիտեք, դա լավ է, որ տեղի ունենում թույլ երկրաշարժեր, որովհետեւ դրանք պարփվում են։ Բայց թույլ երկրաշարժերի նկատմամբ հիմա մոտեցումը փոխվել է վերջին 10-15 տարվա ընթացքում, դրանց վերաբերվում են չափազանց զգուշ, որովհետև Սպիտակը մեզ ցույց տվեց, որ օգոստոս ամբողջ ամառվա ընթացքում տեղի ունեցող անորմալ քանակի, անորմալ մեծ թվով երկրաշարժեր, որում երբևէ չէին տեղի ունեցել, վկայում են այն մասին, որ դեկտեմբերին մենք ունենալու ենք հզոր եւ ավելի ուժի երկրաշարժ, որովհետև դրանք այդ թույլ երկրաշարժերը ոչ թե պարփման պարզապես արտահայտություն էին, այլ ընդհակառակը երկրաշարժի նախավերջին փուլի այդ թույլ ճեղք-կառաջացումներ են, ճեղք-կառաջացումների արտահայտությունն են այդ թույլ երկրաշարժերը, որը հետո մի քանի ամիս հետո հիմնական ճեղքի առաջացման եւ հզոր երկրաշարժի պատճառ է դառնում։ Հիմա այսօր վաղը չեմ իսօր 2 շաբաթ հետո մենք այդպիսի վտանգ, որովհետև ես գալուց առաջ նայել եմ մեր վերջի տեղեկատվությունը, մենք չունենք։ Բայց ես չեմ, որովհետև ես գիտեմ, գիտեք հիմա այդ հեռուստաընկերությունները, այդ լրատվությունը կգնա եւ երբեմն սխալ ասված խոսքին մասնագետի կողմից որպես ճիշտ ընկալման ուղված խոսքը երբեմն ոչ ճիշտ է ընկալվում, եւ խոճապի պատճառ է դառնում։ Այն ինչ որ ես հիմա կասեմ, չեմ ուզում որ խոճապի պատճառ դառնա, բայց իհարկե պատմական անցյալում եղել են ուժեղ երկրաշարժեր։ Մենք ունեցել ենք 88-ը, ինչը նշանակում է, որ մենք
էլի ենք ունենալու ուժեղ երկրաշարժեր, որովհետև մեր տարածաշրջանում ոչինչ չի փոխվել, հասկանում եք, արաբական սալը, ինչպես շարժում էր դեպի եվրասիական սալ, որի արանքում գտնվում էր հայկական լեռնաշխարհը եւ որը համարվում է հիմնական լարվածությունների առաջացման եւ որոշակի ժամանակահատված հետո ուժեղ երկրաշարժերի ձևով պատման արդյունք, շարունակում է նույն տեմպերով շարժվել դեպի եվրասիական սալ։ Այսինքն ինչ որ ժամանակահատված հետո, ինչ որ ժամանակ հետո մենք նորից ունենք իհարկե ուժեղ երկրաշարժի սպառնալիք, բայց դրանից պետք չէ վախենալ։ Ամբողջ աշխարհում կան պետություններ, որոնք չեն վախենում, այլ զգոն սթափ գնահատելով իրավիճակը, որ հնարավոր են ուժեղ երկրաշարժեր, հասարակության, պետության բոլոր ուժերը ներդնում են այդ